փողոցային պայքարի։ Պարոն Մանուկյան, հունիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքի հետ դուք որքանով եք հաշտ, այս պահին շատ է խոսվում, որ ընդդիմությունը պետք է հրաժարվի մանդատներից, ձեր կարծիքը պետք է հրաժարվի մանդատներից, թե վերցնի մանդատները հետո որոշեն, որ վերցնելու դեպքում ինչ ենք ստանում, չվերցնելու դեպքում ինչ, իսկ ընդհանրապես այս ընտրությունները ցույց տվեցին, որ նկարիչների միությունը համալրվեց նոր անդամներով, մենք տեսանք ինչ հրաշալի նկարիչներ կար ԿՊ-ի կազմում, մինչև հիմա նկարում են եւ այդ նկարչությունը իրենց մոտ իսկապես հրաշալի է ստացվում։ Սա լուրջ չի, որ մենք դնենք լուրջ վերլուծություններ անենք, բռնազավթեցին իշխանությունը, ասացին դեռևս քվեները հայտնի չէր, արդեն հայտարարեց ԿՊ-ն, որ իրենք հաղթել են։ Ինչն են հաղթել, ում են հաղթել, այդ ինչի են հաղթել, իրենք իրենց են հաղթել, անբարոյականության մեջ են կարողացել հաղթանակներ ունենալ, որովհետև բարոյական առումով որևէ հաղթանակ իրենց հետ կապել չես կարող, բայց ես մի բան հայտարարել էի, որ եթե նրանք գնում էին ընտրության ունենալով Բագրատ Սրբազանի նման հոգևորական, արժանապատիվ հայ, ազնվազարդ հայ, կալանքի տակ, դա ընտրություն համարել չէր կարելի։ Նրանք առաջինը պետք է կարողանային մոտենալ ազատակ գրել այս հային եւ հետո նոր գնային, հետո հակառակ դեպքում իրենց ինչի չպետք է կալանավորի, որ եթե կարում է Բագրատ Սրբազանի նման նվիրական հային, ով իր ամբողջ կյանքը նվիրել է իր ազգին, իր ժողովրդին, կալանավորի, ուրեմն արդեն այստեղ հայերը չեն գործում, այստեղ հայկական իշխանություն գոյություն չունի եւ մենք իզուր մեզ հույսեր ենք տալիս, թե հայերն են իշխանական աթոռներին։ Նման բան գոյություն չունի։